Բարև ձեզ ընկերներ, խաղաղություն ձեզ։ Ճիշտն ասած, ներկա իրավիճակից եմ ուզում խոսամ։ Չեմ ասում մարգարեությունն է, այլին վերլուծություններն է, որովհետև ես դրա տակ չեմ մտնի, բայց ես հստակ ասեմ։ Գիտեք, Մատթեոս 25-ում Քրիստոսը ասում է, ինչ կլինի վերջի օրերը եւ այլն, sense լիքը։ Մի հատ կարևոր կետ կա, ասում է, երբ որ տեսնեք Իսրայելը 4 կողմից շրջապատված, ուրեմն վերջը մոտ է։ Ուրեմն, գիտես, ինչ պետք է լինի, որ ամբողջ ազգերը դուրս գան մի պետության դեմ։ Երբևիցե մտածել եք ընկերներ։ Մի անգամ ինձ ճիշտ ասած ոնց որ դա բացվեց, ինչ պետք է լինի։ Հիմա նայեք, ճիշտ է, այս վիդեոն նոր եմ խոսում, բայց շուտվանից ասել եմ, մի քանի մարդու ասել եմ։ Իրան-Իսրայել պատերազմը եթե զարգանա, Իսրայելը մտածում է թե Իրանի վրա կարա իրականում, բայց Իրանը շատ զորավոր պետություն է։ Հիմա Իսրայելը կարող է Իրանին խփի այն դեպքում, որ Ամերիկան կանգնած է Իսրայելի հետև։ Շուտով Ամերիկան յանա տալու Իսրայելից։ Ու Իրանը ջախջախելու է Իսրայելին, հստակ ձեզ ասում։ Իսրայելը նեղությունից ելնելով, որ պաշտպանվի ընկերներ, որ կարողանա սաղ մնա, կարողանա պահի այն մի կտորը, որ ունեցել է, ստիպված վերցնելով ատոմային բոմբ ու շպրտի Թեհրանի վրա։ Թեհրանում մահանալու է 11 միլիոնից ավել մարդ, մեկ օրում, հստակ ասում, ավել թե ինչքան, հստակ ասում 11 միլիոն ու ավել։ Ու այդ ժամանակ ամբողջ աշխարհը թեքվելու է Իսրայելի դեմ։ Քանի որ Որտեւ ատոմային զենքի կիրառումը արգելված է թե ջրում, թե օդում, թե ցամաքում, թե դիեզերքում։ Այդ զենքը արգելված է, բայց նեղությունից ելնելով պաշտպանելու համար իրականում դա կիրառելու է։ Ու երբ որ ամբողջ աշխարհը թեքվի Իսրայելի դեմ, ու Ամերիկան էլ արդեն ինքն էլ է թեքվելու Իսրայելի դեմ, ու շրջապատելու են Իսրայելին, այդ ժամանակ գնայիք երկինք ընկերներ։ Գնայիք երկինք ու կտեսնեք թե Աստված ոնց է պատերազմում Իսրայելի համար։ Ու դղներին ընկերներ, ինչքան է քրիստոնյաներն ասեն, վայ, Աստծո խոսքը չի ասե, աշխարհի ծերը եւ այլն, լիքը ցեղեր կան, որ Աստծուն չգիտեն եւ այլն։ Հավատացնում եմ, որ լավ էլ հասել են։ Իրականում շատ քրիստոնյաներ գնացել խոսացել են, հետը եկել ոչ մեկ դա հաշվի չի ելա անկեղծ ասում։ Ընկերներ, դղներին է, Աստծո գալուստը դղներին է։ Ինչքան էլ կպնեք ձեր տներին, ինչքան էլ կպնեք ձեր, չգիտեմ, ունեցվածքին, վայ այդ օրերը ով որ մնա երկրի վրա, ուղիղ ձեզ ասում։ Այն իրականում ընտրված մասան հափշտակվելու է, որովհետեւ Աստված իրաններին չի թողելու երկրի վրա Աստծո բարկության օրեր, գրածա որ դա Աստծո վրեժխնդրության օրերն են, ու այդ ժամանակ ով որ մնաց երկրի վրա, երկիր մոլորակի, գրածա Երանի մեղածներին, ուղիղ ձեզ ասում։ Նայած որ ընկերներ սրանով է ուզում կիսվել, թե ինչ է կատարվելու մոտակայքում եւ այլն, խի, որովհետեւ Քրիստոսի ծնունդով չէ աշխարհը փոխվել, Քրիստոսի խաչվելով աշխարհը փոխվել։ Քրիստոսի ծնունդը դա չէ նշանակում հաղթանակ։ Քրիստոսի խաչն է նշանակում հաղթանակ։ Իրականում 6000-րդ տարին լեղանում է 33 թվականին, ու պլյուս մինուս մի տարի կամ 2 տարի էսկոմ ենք։ Բայց հանգստյան տարին է գալիս։ Այն խոստումն է գալիս, որը խոստացվել էր հայտնության գրքում, որ Աստծո ընտրյալները, նրանք որ Աստծո խոսքի համար հալածվել են, զոհվել են եւ այլն, դրանք պետքա 1000 տարի թագավորեն։ Այդ տարին է գալիս ընկերներ։ Ով ձեզ ասեցի, սրանով է ուզում կիսվեի, մարգարեություն չի, նորից եմ ասում, ես դրա տակ չեմ մտնում։ Սա իմ վերլուծությունն է ընկերներ։ Երբ որ տեսնեք այդ ամեն ինչը լինում է, գնայեք երկինք։ Օրհնում եմ ձեզ ընկերներ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։